Հնդկաստանն այս գիշեր հարվածներ է հասցրել Պակիստանի 4 թիրախի և Քաշմիրի 5 թիրախի։ Տեղեկությունը հայտնում է անի գործակալությունը։ Ըստ հնդկական պաշտոնական աղբյուրների Նյու Դելին Ռուսաստանի Դաշնությանը, Մեծ Բրիտանիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Սինդուր գործողություն է սկսում։ Հնդկական News 18 հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին հայտնում է Պակիստանում ահաբեկիչների ճամբարների ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով 12 ահաբեկիչ է չեզոքացվել, 55-ը վնասվածքներ ստացել։ Պակիստանը հայտարարել է, որ 5 հնդկական ինքնաթիռ է խոցել։ Երկու կողմերն էլ հայտնում են սահմանազատման գծում փոխհրաձգության ժամանակ հակառակորդի ծանր կորուստների մասին։ Պակիստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի ամբողջ ուժով պատասխանելու Հնդկաստանի հարվածներին։ Միևնույն ժամանակ Իսլամաբադում նշել են, որ պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Նյու Դելին նահանջի։ Հնդկաստանի վարչապետը շտաբ հավաքել է անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովի անդամներին և բոլոր կուսակցությունների առաջնորդներին։ Հիշեցնենք, Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի կամ բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ Լաշքար-է-Թայբա խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը։ Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե 2 անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել, թե Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող Աթարի առանցքային անցակետը։ Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը Բլումբերգի եթերում պատասխանելով հարցին, որքան հեռու է պատրաստ գնալ Պակիստանը, ասել է, որ Իսլամաբադը Հնդկաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրեր չի ունեցել։ Պետությունը ըստ նրա միայն արձագանքում է հարվածներին։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք, եթե Հնդկաստանը հետ կանգնի, մենք պատրաստ ենք դադարեցնել լարվածությունը, նշել է նա։ Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր, որ հարվածել է Պակիստանում գտնվող 9 թիրախների ահաբեկչական ենթակառուցվածքների, որտեղից կազմակերպվում և ղեկավարվում են հարձակումները Հնդկաստանի վրա։ Պակիստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել ահաբեկչությունը կանխելու համար և դարձել է ապաստարան զինյալների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ Նրա խոսքով, 2 շաբաթվա ընթացքում Պակիստանը գործողություններ չի իրականացրել իր տարածքում գործող ահաբեկչական ցանցերը վերացնելու համար։ Ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որը խլեց 26 մարդու կյանք, Նյու Դելին որոշեց, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միսրին ասել է, որ երբ սկսեցին Պակիստանի դեմ Սինդուր գործողությունը, արդեն իսկ հետախուզական տեղեկություններ ունեին, որ նոր հարձակումներ են ծրագրվում։ Մայիսի 6-ի գիշերը կտրուկ սրվել է իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև, որը բավականին լարվել էր ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նախօրեին գիշերը Հնդկաստանի զինուժը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, հայտարարելով, որ թիրախում եղել են ահաբեկչական խմբավորումները, այլ ոչ թե Պակիստանի զինված ուժերը։ Պակիստանը սակայն պնդում է հակառակը ու նաև հարված է հասցրել Հնդկաստանի զինված ուժերին։ Իսլամաբադը հայտարարել է, որ խոցել է հնդկական ռազմական օդանավեր և Հնդկաստանի զինված ուժերի ստորաբաժանումների բրիգադի շտաբը։ Հնդկաստանի և Պակիստանի ռազմական բախումն առաջացնում է մեծ լարվածություն հարակից ռեգիոնների համար, քանի որ խոսքը միջուկային զինանոց տնօրինող երկու պետության մասին է, որոնց միջև ռազմական լայնածավալ բախման ռազմաքաղաքական բեկորները
նվազագույնը կարող են հասնել նաև հարակից ռեգիոններ։ Իսկ այդ իմաստով զգայուն ռեգիոններից մեկը Կովկասն է։ Օրինակ, այստեղ են Պակիստանի երկու ռազմաքաղաքական դաշնակիցներ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եռյակը ոչ ֆորմալ դաշինքով պատերազմում էր Արցախի եւ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին, իսկ 2021 թվականին արդեն ֆորմալացնում էր ռազմաքաղաքական բլոկային հարաբերությունը փոխադարձ պայմանագրերով։ Հետևաբար, եթե Հնդկաստանի հետ ռազմական բախումն ունենա ծավալում, ապա բավականին անկանխատեսելի կարող է դառնալ Պակիստանի երկու այդ դաշնակիցների վարքագիծը։ Առավել ևս, որ Կովկասը նաև նոր աշխարհաքաղաքական դերի հավակնություն ունեցող Հնդկաստանի համար առանցքային հետաքրքրության ռեգիոն է, որտեղ Դելին հիմնական գործընկեր է դիտարկում Հայաստանը։ Այս հանգամանքն ավելացնում է որոշակի նոր շերտեր Կովկասի զգայունության տեսանկյունից, եթե Դելիի եւ Իսլամաբադի միջև բախումը ստանա ընդլայնվող տրամաբանություն եւ մասշտաբ։ Միևնույն ժամանակ 44-օրյա պատերազմում Արցախի եւ Հայաստանի դեմ գործող դաշինքի 4-րդ անկյունը Իսրայելը Հնդկաստան-Պակիստան հակամարտության հարցում կարծես թե ունի այլ դիրքորոշում։ Իսրայելը աջակցում է Հնդկաստանին։ Հատկանշական է, որ Պակիստանի տարածքին Հնդկաստանի հարվածից 1 օր առաջ տեղի էր ունեցել Ռուսաստանի եւ Հնդկաստանի ղեկավարների հեռախոսազրույցը, որի հաջորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի եւ Իսրայելի ղեկավարների հետ։ Իրանն ըստ ամենայնի այդ դիմակայությունում կհայտնվի բարդ իրավիճակում։ Մի կողմից ցանկացած մոտ լարվածություն Թեհրանի համար ռիսկային է, մյուս կողմից իհարկե Իրանի համար որևէ կերպ նախընտրելի չէ անմիջականորեն հարևան Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ընտրել որևէ մեկին։ Այդուհանդերձ Թեհրանը հոգու խորքում իհարկե ամենևին ոգևորված չէ օրինակ Կովկասի հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությամբ եւ դերային հավակնությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը կավարտվի արագ։ Այդ հույսը թերևս կարևոր է նաեւ Հայաստանի համար։ Իհարկե հասկանալի է, որ հակամարտության այս կամ այն հանգուցալուծումը հույսով չէ, որ լինելու է, այլ քաղաքական մեծ սակարկությամբ, որտեղ ներգրաված են լինելու աշխարհակարգային վերափոխման այս հիբրիդային համաշխարհային պատերազմի գործնականում բոլոր խաղացողները, այդ թվում Եվրոպան եւ Չինաստանը, հաշվի առնելով եւ այն, որ Հնդկաստանն ու Պակիստանը Չինաստանից Եվրոպա առևտրային մեծ ուղու գոտիներից մեկն են։